Սոխով տոլմա ենք պատրաստում ինստագրամյան վերջին թրենդերից է, այնպես որ սկսեցինք։ Աղացած մսի վրա ավելացնում ենք բրինձը, կանաչին, կարմիր պղպեղ, աղ, սև պղպեղ, աջիկա կամ տոմատի մածուկ, մի փոքր լեչո եմ ավելացրել, լավ տրորում ենք։ Նախապատրաստում ենք սոխը, կտրելու ենք այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում, այս գիծը պարտադիր է։ Տանում ենք խաշելու 5-ից 7 րոպե, երբ պատրաստ է սոխը, հեռացնում ենք, թողում ենք մի քիչ սառի եւ ամեն մի թերթիկը գեղեցիկ առանձնացնում ենք եւ այդ մեջտեղի մասը հանում ենք պարտադիր։ Մսի ֆարշը լցնում ենք սոխի մեջ եւ գեղեցիկ եւ շատ ձիգ փաթաթում ենք։ Գիտեք, բաղադրատոմսը կամ բաղադրիչների ցանկը կգրեմ գրառման բաժնում եւ մի քանի կարեւոր կետ էլ կգրեմ, որ ձեզ մոտ էլ լավ ստացվի։ Դե առաջին անգամ եմ պատրաստում, մի խոսքով գեղեցիկ շարում ենք տապակի մեջ, ավելացնում ենք բուսայուղ, լեչո եմ լցնելու ջրով բացած, կարող եք տոմատի մածուկը ջրով բացել եւ ավելացնել։ Տանում ենք եփելու 20 րոպե ենք մոտավորապես եփելու, երբ պատրաստ է մատուցում ենք, անպայման խորհուրդ կտամ մատուցել մածունի հետ, սովորական տոլմայի պես, շատ համեղ է ստացվում, պարտադիր փորձեք։